Նյարդային վնասվածքների էլեկտրանեյրոմիոգրաֆիկ գնահատում հայ-ֆրանսիական աշխատաժողովն ու զեկույցները այս թեմայով են։ Սա արդեն 8-րդ ինտերակտիվ հանդիպումն է վերջին 5 տարում։ Հավաքել ենք մասնագետներ եւ Երևանից եւ մարզերից։ Մենք ունենք մասնագետներ, որոնք եկել են Գյումրիից, Գորիսից, մեր Ղարաբաղի մասնագետը, որ աշխատում էր Ստեփանակերտ, հիմա Երևանում է, նայել է մեզ միանում, եւ մենք ունենք մասնագետներ բոլոր Երևանի հիվանդանոցներից։ Երևանի բժշկական համալսարանի եւ Լիոնի համալսարանական նեյրոմիոգրաֆիայի լաբորատորիաների գործակցությունը սկսվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ պերիֆերիկ նյարդամկանների վնասվածքներ ունեցող վիրավորներին բուժելու համար փորձի փոխանակման կարիք առաջացավ։ Ժամանակակից էլեկտրոնեյրոմիոգրաֆիկ լաբորատորիաների ստեղծումն ու լավարկումը ավելի ամրապնդեցին կապը։ Վերջին տարիներին ակնհայտ է ոլորտում առաջընթացը, թե Գյումրիում, թե Գորիսում, թե Երևանում հանդիպել ենք մեր գործընկերների հետ ու փորձի փոխանակում իրականացրել։ Համատեղ մի շարք նյարդաբանական ախտորոշումներ են կատարել, քննարկել տարբեր բուժառուների խնդիրներ։ Մեր առաջին մասնագիտական այցը չէ Հայաստան, եղել ենք նաև մարզերում ու արձանագրել նյարդաբանության ոլորտում Հայաստանի ներուժը։ Պերիֆերիկ նյարդերի հետ աշխատանքը բարդ է եւ դուք ունեք այդ ոլորտում պրոֆեսիոնալ մասնագետներ։ Պատերազմից հետո վիրավոր զինվորներին ցուցաբերված բուժօգնության հարցում եւս համատեղ մեծ աշխատանք ենք կատարել։ Մասնագետները զեկույցներում ներկայացնում են նաև ողնաշարային նյարդային ախտահարման տարածված խնդիրները, քննարկում կլինիկական դեպքեր։ Մենք հավաքում ենք բարդ դեպքերը, բացահայտել ենք տարբեր ձևի հազվադեպ հիվանդություններ Հայաստանում, որը առանց իրենց դիագնոստիկ օգնության մենք երբեք չէին կարողանա, որովհետև տեստեր են ուղարկել, տարբեր ձևի լաբորատոր սեմպլներ են ուղարկել, որ մենք կարողանանք դիագնոզենք, օնլայն կոնսուլտացիաներ են անում։ Հայաստանյան տարբեր բուժհաստատություններ, հայ եւ ֆրանսիացի մասնագետների այցերը կշարունակվեն նաև առաջիկա օրերին։ Նարայ Ոսկանյան, Մհեր Կիրակոսյան, Լուրեր։